Այս տարի Պրոդեքսպոյին 35 ընկերություններով մասնակցող Հայաստանը 2 տաղավար ունի։ Մեր գինիներն առաջին անգամ ներկայացված են առանձին տաղավարով։ Խնդիրը գինեգործների մոտ ուրեմն ռուբլու այդ արտարժութի տատանումներն են հիմնականը, որ խնդիրներն են, բայց արդեն այս վերջի տարին բավականին հուսադրող է եւ ծավալները էականորեն ավելանում են։ Զարգացման հիմնադրամի փոխտնօրենը գոհ է անցյալ տարվա ցուցահանդեսի արդյունքներից։ Արդեն իսկ 186 միլիոն դրամի հասնող 25 պայմանագիր։ Հայ արտադրողներն առևտրային ցանցերից խոշոր պատվերի դեպքում քանակի ապահովման խնդիր ունեն։ Մենք աշխատում ենք, կառավարությունը աշխատում է այդ ուղղությամբ, որպեսզի ասենք նման պատվերները նաև կոնսոլիդացված իրականացնելու ուղղությամբ։ Դեսպան Օլեգ Եսայանը հայկական տաղավարից տպավորված էր։ Հայ արտադրողները արժանապատվորեն են ներկայացրել մեր երկիրը։ Ապրանքային տեսքը ապրանքի իրացման կարևոր հանգամանքներից մեկն է, հատկապես ռուսական շուկայում, եւ այս ամենի մեջ նկատվել այդ արդեն նվաճում է։ Հայկական տաղավարի կողքով անտարբեր չի անցնում նաև Ռուսաստանի գյուղնախարարի տեղակալ Եվգենի Գրոմիկոն, իսկ հայկական ապրանքներից էլ ամենաշատը սիրում է Եթե մամուլի հրապարակման համար չէ, ապա կոնյակը, բայց ընդհանրապես հաճախ եմ հայկական խանութներ այցելում եւ գնում ձեր հրաշալի պահածոները խաղողի տերևը։ Մեկ թերություն կա, հայկական ապրանքները քիչ են։ Հայ արտադրողները վճռական են այս թերությունը շտկելու գործում։ Ցուցահանդեսի մասնակիցների թվում քիչ չեն առաջին անգամ մասնակցող ընկերությունները։ Նպատակն է օգնել արտադրողին արտահանող ընկերություն դառնալ։ Ցուցահանդեսը կշարունակվի մինչև փետրվարի 10-ը։ Զարա Օհանյան, Արտակ Ղևոնդյան, Օրակարգ, Մոսկվա։